միասնության թևերն ու հայակվեն արդեն առանձնացան։ Միավորումը արդեն գոյություն ունի, նայեք, ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքը 3 կուսակցություն ստեղծել է, չէ՞։ Արդեն 3 կուսակցությամբ ստեղծված դաշինք է։ 4 կուսակցություն կա, որ արդեն հայտարարել է, որ միայն Սամվել Կարապետյանն են աջակցում։ Այդ թվում Հրանտ Բագրատյանի առաջնորդած Ազատություն կուսակցությունը, Ռաֆի Հովհաննիսյանի առաջնորդած Ժառանգություն կուսակցությունը, Կայունություն կուսակցությունը եւ ՀԺՄ։ Նրանք հայտարարել են, որ միայն Սամվել Կարապետյանին են աջակցում։ Եվս 3 կուսակցություն, Հայրենիք կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը եւ Վազգեն Մանուկյանի ղեկավարած կուսակցությունը հայտարարել են, որ իրանք չեն մասնակցում, բոլոր ընդդիմադիրներին են աջակցում, ենթադրում է այդ թվում նաեւ Սամվել Կարապետյան։ Իսկ սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանի շուրջ արդեն ձևավորված է լուրջ քաղաքական կոնսոլիդացիա, որը շարունակվում է եւ process-ը դեռ նոր է։ Հիմա տեսեք հայտարարություններ են լինելու, դեռ process-ներ են լինելու եւ ես կարծում եմ, որ հենց սա է Սամվել Կարապետյանի մեծ առաքելությունը, որ եթե Նիկոլ Փաշինյանը բոլորին պարակտում է, մասերի է բաժանում, սաղին սարք իրար չտամի, Սամվել Կարապետյանի առաքելությունը հակառակն է, բոլորին միավորում է, բերում է մեկ ընդհանուր դաշտ, ծառայեցնում է։ Ես էլ ինքս ազատ քաղաքական գործիչ եմ եղել, չէ՞, որոշում եմ կայացրել կամ Սամվել Կարապետյանին աջակցել։ Այդպեսի ես որ ասեցի քաղաքական կուսակցությունների նման անհատ գործիչների թիվը արդեն անհաշվելի է դառնում, որոնք միանում են Սամվել Կարապետյանի դաշինքին։ Ղազարյան նաև խոսեցիք նախընտրական ծրագրերից, նշելով քաղաքացիական պայմանագրերն մտելու մասին եւ այլն։ Այնուամենայնիվ նրանք հրապարակեցին իրենց նախընտրական ծրագիրը, որում հատկանշական էր եկեղեցու հետ կապված կետը, նշում էին, որ ինչպես այնտեղ դրված է հաստատի պետը պետք է կոչվի հանգիստ, ինչպես է վերաբերում դրան, որ նման կետ գոյություն ունի նախընտրական։ Դա հակասահմանադրական, հակաօրինական դրույթ է, նպատակադրում է, որը արդեն բավարար է, որ իրանք առհասարակ չգրանցվեն, չմասնակցեն ընտրություններին։ Նայեք, օրինակ հիմա կարող է իրենք կամ մի հատ ուրիշը կուսակցություն ստեղծի, մասնակցի ընտրությունների ծրագրում գրի։ Մեր նպատակն է ցեղասպանության ենթարկել ժողովրդին։ Դա հակասահմանադրական, դա հանցագործություն է, չէ՞, չի կարելի որևէ մեկին իշխանություն տալ, որ ինքը հանցանք գործի։ Հիմա իրենք իրենց արժև դրել են հանցավոր նպատակներ, որ պետությունը իրավունք չունի իրականացնելու, հանցանք է դա։ Հետևաբար միայն դա բավարար է, որ մեր ժողովրդից ոչ մեկը դրանց, այսինքն նրանք ասում են մեզ իշխանություն տվեք, որ մենք հանցագործություն կատարենք, ոչ կարելի է դրանց իշխանություն տալ։ Բայց իրենք էլ պնդում են, եթե իրենք իշխանության չլինեն, ապա պատերազմ կլինի։ Դա էլ մի ուրիշ հանցանք է, դա էլ սպառնալիք է, այսինքն մարդկանց դու սպառնում ես պատերազմով, ընդ որում սպառնալիքը ներկայացնողը իշխանության ղեկին գտնվող մարդ է։ Շանտաժը, պատերազմով մարդկանց ահաբեկելը, դա ահաբեկչություն է, մարդկանց ահաբեկում ես եւ դրանով ազդում նրանց կատարելիք ընտրության վրա։ Մենք ազդարարում ենք, որ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալով խաղաղություն ալնելու, ուժեղ երկարատև խաղաղություն եւ անվտանգային 6 կետերով տվել ենք այդ խաղաղության երաշխիքները, իսկ տնտեսական զարգացման 5 կետերով տվել ենք տնտեսական զարգացման հնարավորություն։ Առաջիկայում կլինի նաեւ դաշինքի նախընտրական ծրագիրը, որը բոլոր ոլորտներում մատնանշի մեր պետության զարգացման ուղղությունները։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։